Փակվելու թե միավորվելու են Գյումրու առաջին ու երկրորդ պոլիկլինիկաները։ Հունիսի 21-ին բուժաշխատողի օրը Գյումրիում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը Գյումրու առողջապահական կառույցների հետ կապված խնդիրների մասին հարցին պատասխանեց այսպես. Գիտեք, որ երկրորդ պոլիկլինիկայի արդեն վերակառուցման շինարարության մրցույթային ընթացքում ենք, նախագիծը արդեն իսկ պատրաստ է եւ կարծում ենք պահպանելով մշակութային նաեւ շենքի արժեքը հիանալի նոր ստանդարտների պոլիկլինիկա ենք ստանալու։ Բժշկական կենտրոնը եւս որոշակի վերանորոգումների ընթացքով է ուրեմն անցնում եւ մեր կարծիքով առաջիկա 1 տարվա ընթացքում Գյումրին իր առողջապահական օբյեկտներում շատ մեծ տարբերություն է զգալու։ Պոլիկլինիկաների միացում սպասվում է, թե ոչ հարցին ավելի ուշ ցայգի տաղավարում պատասխանել էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Նախագիծը հարմարեցվում է պատմամշակութային արժեք ունեցող շենքի մագարտագի։ Դրանից հետո մենք այնտեղ ունենք նաև շտաբօգնության կայանը, Արյան բանկը եւ երկրորդ պոլիկլինիկայի բուն անձնակազմը։ Մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի տեղափոխենք այդ այնտեղ գործող կառույցներ, որովհետեւ կարողանանք վերանորոգումն անել։ Շատ մեծ պլաններ կան երկրորդ պոլիկլինիկայի հետ կապված, բայց դեռ վաղ է խոսել միացման մասին։ Նախարարն էլ վստահեցնում է, գործազրկության վտանգ չի սպառնա պոլիկլինիկաների աշխատակազմին։ Ձեզ վստահեցնեմ, որ ոչ մի բուժաշխատող ուրեմն առանց աշխատանքի չի մնալու եւ վերապատրաստումների եւ բոլոր հնարավոր տարբերակներով մենք ապահովելու ենք, որ ցանկության եւ ուրեմն պարագայում բոլոր աշխատանք ունենան։ Պատասխանատուները ընդգծում են տարվող աշխատանքներից հետո Գյումրու առողջապահական ոլորտը մեկ քայլ դեպի զարգացում է գնալու։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։